Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 65 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր խնդիրներին, առողջական հարցեր, ֆիզիկական ակտիվություն, հոբիներ, աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաև այն անհատներին, որոնց կյանքն ու գործունեությունը կարող են օրինակ լինել մյուսների համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօր ես հյուրընկալել եմ Վարդան Հովհաննիսյանին, նա բեմադրիչ է, բարի օր ձեզ, շնորհակալ եմ որ ժամանակ գտանք։ Հիմա ավելի մանրամասն կասենք, թե ինչու եք տաղավարում։ Այո, բարև ձեզ, բարև Օֆելիա ջան։ Ուրախ եմ որ այստեղ եմ եւ սկսենք հարցազրույցը։ Վարդան, ասացեք խնդրեմ, թե ինչն է, տարիքի մասին հարցը դե թողնենք հետո, ինչն է ձեզ ԱՄՆ-ից բերում հայրենիք։ Բարբերաբար բերում, անընդհատ բերում։ Դուք այսպես ասած թելերը չեք կտրում ոչ մի կերպ, ինձ հետաքրքիր է։ Հայրենիքը դժվար է, այսինքն որևէ ձևով ինչ որ ուրիշ բանի հետ համեմատել։ Հայրենիքը կանչում է անընդհատ եւ չես ուզում որպես հյուր գալ պարզապես, այլ անպայման որևէ բան անելու, որևէ ծրագիր իրականացնելու համար։ Եվ պարկասուկ հաջողվում է վերջին տարիներին մանավանդ բավական հաջող ծրագրեր են լինում։ Իսկ հայրենիքի այդ կանչը տարիքի հետ ավելի ուժգնանում է, ավելի բարձր է այդ կանչը ձեզ համար։ Երբեք չի պակասել, որ պիտի ուժգնանա։ Միշտ եղել է, ես երբեք չեմ կտրվել հայրենիքից, այնպես չի եղել, որ որևէ ձևով մտքով, սրտով կամ աչքերով երբեք չեմ կտրվել հայրենիքից։ Եվ այդ կանչ ասելը իմ համար մի քիչ տարօրինակ է, որովհետև ես նորից եմ ասում, միշտ եղել եմ եւ մնացել եմ հայրենիքում, ուր էլ լինեմ, հայրենիքում եղել եմ նորից։ Ուղղակի ֆիզիկական բացակայություն է եղել։ Այո։ Հիմա անդրադառնանք մեր հանդիպման բուն թեմային, ինչն էր այս անգամ ձեզ բերել Հայաստան։ Ես գիտեմ, որ հենց երեկոյան, ոնց որ ժամեր առաջ պրեմիերա էր Արտաշատի դրամատիկական թատրոնում, պատմեք այդ ճանապարհը, մենք ներկայացումը տեսանք արդեն, ինչ ճանապարհ եք անցել մինչև երեկվա օրը։ Գաղափարից սկսած։ Անցյալ տարի երբ որ առաջարկություն եղավ, արդեն 2 տարի առաջ Արտաշատի թատրոնի հետ ներկայացում արել էինք Շիրվանզադեի արտիստը բեմադրեցի, որը մինչև հիմա խաղում են եւ պիտի խաղան, մանավանդ որ դպրոցական ծրագրում կա եւ քանի որ արդեն շփում կար եւ ծանոթություն դեպ դերասանների ամբողջ խմբի հետ տնօրինության հետ երբ որ հանդիպեցինք անցյալ տարի նման առաջարկություն եղավ որ եթե կարող ենք մի ներկայացում բեմադրել եւ այդ ներկայացումը հնարավորություն ստեղծել տանել Ամերիկայում ցուցադրելու քանի որ ես Ամերիկայում եմ ապրում Նյու Յորքի շրջանում Նյու Ջերսի նահանգում որը կպած է Նյու Յորքին եւ այս պիեսը առաջարկեցի ես, քանի որ արդեն Ամերիկայում Նյու Ջերսիում բեմադրել էի եւ դեկորացիայի տեղափոխության հարց կամ որևէ մեծ դժվարություններ կապված ռեկվիզիտի հետ, հագուստների հետ, բան չկար, ավելի հարմար էր այս պիեսը այստեղ անել ու տանել այնտեղ այդ նույն դեկորացիայի մեջ ինչ որ կար Ամերիկայում խաղալ։ Հիմա այդ ծրագրի վրա ենք աշխատում եւ պիեսը արդեն բեմադրվեց այստեղ տարբեր ներկայացումը բավական տարբեր է ինչ քան ասենք Ամերիկայում բեմադրված ներկայացումը Հետաքրքիր է ինչով Նախ տարբեր դերասաններ են խաղում տարբեր թատրոնը պրոֆեսիոնալ թատրոն է իսկ Ամերիկայում սիրողների խումբ է եւ հնարավորությունները ավելի են այստեղ ու պրոֆեսիոնալների հետ աշխատել ավելի արդյունավետ է բոլոր դեպքերում հասկանալի պատճառներով ուրեմն այդ ձևով
այդ տեխնիկական հարցերի շուրջ են գնում ոչ թե քննարկումներ, այլ ուղղակի աշխատանք, որպեսզի վիզաների հարց լուծվի, դեսպանատան հարց լուծվի, որպեսզի արդեն կարողանանք աշնանը նոյեմբերին արդեն ներկայացում օրը նշանակված է Նյու Ջերսիում Նյու Ջերսին փոքրիկ քաղաքներ ունի, ինքը մեծ նահանգ է, նահանգ առանձին եւ ունի փոքրիկ քաղաքներից մեկում, որ կոչվում է Fairlawn, ունի community center, այդ center-ի համայնքային կենտրոն։ Այո, համայնքային կենտրոն, այո, եւ այդ կենտրոնում արդեն այդ ներկայացումը խաղացվել է, հիմա բարեբախտաբար նորից պիտի նույն տեղը խաղացվի, նորեն բախտավորությունը, որովհետև դահլիճը սրահը ծանոթ են, մարդիկ, որոնք աշխատում են այնտեղ ծանոթ են, գիտեն, պիտի ավելի հեշտ լինի։ Հայկական համայնքի համար եք նախատեսում։ Այո, ես ընդհանրապես հայկական համայնքի համար եմ աշխատում Նյու Ջերսիում եւ համազգային մշակութային տրտական միությունը ունի Լևոն Շանթ թատերախումբ, որի գեղարվեստական ղեկավարն եմ ես եւ տարիներ շարունակ արդեն բեմադրություններ են անում հայ համայնքի համար Նյու Ջերսիի եւ Նյու Յորքի եւ նույն երբեմն էլ գնում ենք արդեն տարբեր տեղեր, եթե լինում են հրավերներ, օրինակ եղել է այս ներկայացումը խաղացվել է Բոստոնում, Ես հյուրախաղերի համար էի, հյուրախաղերի մասին հարցնեի։ Այո, մինչ այդ աշխատել եմ Թեքեյան միության հետ, Թեքեյան միության Էրմեկրչյան թատերախմբի հետ եմ աշխատել տելի տարիներով եւ նորից գնացել ենք շատ հյուրախաղերի, նույնիսկ Կանադա հասել ենք մինչեւ Կանադա։ Հրաշալի է։ Հիմա Կանադայից հետ գանք Հայաստանի, վերադառնանք Հայաստանի հարավ։ Ես ուզում եմ, որ դուք ձեր մասնագիտական կարիերայի առաջին քայլերը հիշեք, վերադառնաք։ Հետաքրքիր որ հավատարիմ եք մնացել նաև մասնագիտությանը, ձեր առաջի բեմադրությունը հիշեք, կապանում էր, հա? Պատմել եք կարծես։ Այո, իմ դիպլոմային աշխատանքը ես արեցի Պատանի հանդիսատեսի թատրոնում Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ, որից հետո 5 տարի աշխատում էի որպես դերասան եւ բեմադրություններ չէի անում ու հանկարծ առաջարկություն եղավ արդեն Հակոբ Ղազանչյանի կողմից, որովհետեւ ինքը նշանակվել էր Ղափանի թատրոնի գլխավոր ռեժիսոր եւ մենք միասին ենք սովորել նույն կուրսում ու ինձ առաջարկեց միասին գնալ Ղափան որպես բեմադրիչ աշխատելու։ Ես էլ ընտանիքս առա ու գնացի 7 տարի մնացինք Ղափանում, 20 ներկայացումներ արեցի Ղափանում, որից հետո արդեն պատերազմը սկսվեց, վերադարձանք Երևան, նրանից հետո էլ մի 2 տարի հետո 94 թվականին գնացինք Ամերիկա։ Ինչ հիշողություններ ունեք Կապանից, այս ընթացքում որ գալիս եք, գնացել եք։ Այո, տարբեր ժամանակներում, այս տարի չէ, բայց նախորդ տարիներին անպայման գնացել եմ, Ղափանի տարիները ամենահիշարժան տարիներն էին, մեր երիտասարդության տարիներն էին, երեխեքներ փոքր էին, դեռ առաջինը մանկապարտեզ փոքր տղաս Ղափանում գնաց, իսկ մեծը առաջի դասարան Ղափանում գնաց, այնպես որ շատ լավ ժամանակ ունեցանք Ղափանում 7 տարի այդ լեռների մեջ, անտառներում, հա, բնության մեջ, գետերը, բաները, աղբյուրներ կան, վահանավանքը շատ գեղեցիկ, շատ լավ ժամանակ ապրեցինք Ղափանում։ Տարիները, որ հետ գնացինք տարիներ, եկեք տարիքի մասին հարցը չշրջանցեք, տարիների մասին որ խոսեցինք, եկեք տարիքի մասին հարցը չշրջանցենք, մեր եթերում հնչում է, դուք նաև տաղավարում եք, որտեղ դուք, այսպես ասած, կենսաթոշակառու եք, դուք տարիքի այդ փոփոխություններին ինչպես եք վերաբերում եւ զգում եք արդյոք փոփոխություն եւ տարիքն էլ ասեք, եթե գաղտնիք չէ։ Տարիքս 72 տարիներ են արդեն, բայց ես որ կարդացի այդ երկրորդ շնչառություն վերնագիրը հաղորդման, ինձ մի քիչ տարօրինակ թվաց, որովհետև ես դեռ առաջինը չեմ ավարտել առաջին շնչառության մեջ։ Շատ են ասում։ Մի թափով եկել եք։ Այո։
տարիքի հետ էլ այնպես չի որ համակերպվում եմ, շատ լավ եմ ինձ զգում, իմաստով որ այս տարիքն էլ տարիք է, այս տարիքն էլ կյանք է, ապրում եւ պիտի կարողանաս որևէ ձևով դրսևորել քեզ եւ կարծում եմ որ ես մանավանդ եթե անկեղծորեն ասեմ, պիտի ասեմ, որ ինքնաբավ մարդ եմ, այսինքն ամենտեղ ես ինձ կարողանում եմ լավ զգալ, ամենտեղ հարմարավետ է ինձ համար, առանձին անհարմարություն չեմ զգում, եթե զգամ էլ 1 րոպե, 2 րոպե, անմիջապես կարողանում եմ մերվել ու ինձ լավ զգալ Իսկ քանի որ հաճախ ճամփորդում եք եւ այստեղ եք եւ Ամերիկայում եք, զգում եք արդյոք տարբերությունները տարեկիցների մտածողության, կենսակերպի մեջ, այսինքն դեր Ամերիկայի հարևաններն ու Հայաստանի հարևանները արդյոք շատ են տարբեր, նույն կերպ են մտածում ու նույն կենսակերպն ունեն։ Անշուշտ տարբեր են, բակից բակ են տարբեր ու մնաց։ Այժմ հիմնական տարբերությունը առանձնացնեք։ Հիմնական տարբերություն դժվար է առանձնացնել, որովհետև բոլորն էլ մարդիկ են եւ մարդկային փոխհարաբերություններ են, մարդկային շփումներ են, այնպես որ հատուկ մարդիկ չեն, պարզապես սովորությունների հարց կարող է լինել ինչ որտեղ կենցաղային սովորություններ, որը որ նորից մարդկային շփումների մեջ կարող ես որևէ ձևով ադապտացվել եւ ներողություն ես բառի համար, որ հայերեն չասեցի։ Չէ, ադապտացվել ասում ենք, հարմարվել։ Բայց գիտեք ինչ է նկատի ունեի ավելի շատ, որ օրինակ Հայաստանում ավելի նստակյաց են, չեք տեսնի առավոտյան վազող ավակների, այ հենց այդ նկատի ունեի, ամենօրյա դա ձեզ համար շատ ակնառու չէ, որ դրսում ավելի առողջ կենսակերպ ունեն, ավակները հեծանիվով են։ Մենք էլ ենք արդեն սովորում, կամաց անցնում ենք այդ կենսակերպին, դառնում ենք եւ դա շատ ուրախալի է ինձ համար եւ ես տեսնում եմ փոփոխություններ, մենք անցյալներում, ասենք, մարդիկ ավելի նեղված էին, ավելի բարկացած էին, իրար նկատմամբ հարգանքը պակաս էր, հիմա տեսնում եմ, որ մարդիկ սիրալիր են իրար նկատմամբ, շատ ներող են, ներողություն խնդրել գիտեն արդեն, շնորհակալություն ասել գիտեն արդեն, սրանք շատ կարևոր բաներ են, նախկինում ավելի քիչ էր։ Այո, նախկինում կարելի ասել չկար, սրանք մանրունքներ են թվում է, թե, բայց կյանքն է, այսինքն րոպեներն են, այն վայրկյաններն են, որ ապրում ենք, չէ՞։ Որ կյանք են դառնում, այո։ Հա, եթե մեկը տրորում է ոտքը եւ ներողություն չի ասում, արդեն վիրավորված ես։ Ճիշտ է, թե չէ։ Եվ եթե մեկի համար որևէ բան ես անում եւ շնորհակալություն չես լսում, արդեն զարմանում ես, այսինքն գոնե շնորհակալություն ինչ կա։ Հետաքրքրական բան ենք ասում, բազային երկու բան չէ, որ մեր ունկնդիրներն էլ լսեն, որ չզլանանք ասել ներողություն եւ շնորհակալություն։ Այո, եւ կա արդեն շատ այդ հենց դա էր, որ ուրախացնում է ինձ, որ նկատելի է արդեն մարդիկ իրար ավելի սիրալիր են վերաբերում, ավելի հարգանք կա մեկը մյուսի նկատմամբ, զիջողականություն կա, այսինքն կա մարդկային լավ ջերմ հավասարի հետ փոխհարաբերություն, այն չի որ ժամանակին, գիտես, մեկը կարող է ռես վերևից նայել ու նսեմացնել ուղղակի հայացքով։ Հիմա չկան այդ երևույթները, պակասել են։ Հիմա շատ քիչ են, շատ քիչ, կարելի է ասել անգամ չկա։ Հետաքրքիր է, իմ ծանոթներից մեկն էլ Եվրոպայում ապրող ասաց, ես Եվրոպա տեղափոխված, ասաց մի տարում ես ավելի շատ մեղսի եմ ասել, քան իմ ամբողջ կյանքում Հայաստանում։ Լսել է այդ տեսակետը։ Այդպես է, այո։ Պարոն Հովհաննիսյան, դուք ասացիք, որ ես համարյա մի թափով իմ առաջին շնչառության մեջ եմ դեռ, դա գաղտնիքներ ունի, սիրելի գործով զբաղվելն է արդյոք, ինչ կա, որ ձեզ պահում է, այսպես ասենք, Այո, սիրելի գործով զբաղվելն է եւ անընդհատ զբաղվելը, առանց ընդհատումների, երբեք չի ընդհատվել։ Ես 94 թվականին գնացել եմ Ամերիկա եւ 94 թվականին արդեն բեմադրություն արել եմ, թեև փոքրերի հետ, որովհետեւ կա առաջնորդարանին կից
Խրիմյան ճեմարան, որտեղ կային նաև դրամայի դասեր, որը ես էի վարում եւ ամեն տարի փոքրիկ բեմադրություններ էինք անում ուսանողների հետ, դրանք որ շաբաթօրյա դպրոցների ավարտողներն էին, ավարտում էին շրջանավարտներ, այո, ավարտում էին շաբաթօրյա դպրոցը եւ գալիս էին Խրիմյան ճեմարան ու այդ Թումանյանի հեքիաթների մեծ մասը բեմադրեցինք այնտեղ դրան գումարած նաև ասենք քրիստոնեության 1700-ամյակին նվիրված ներկայացում արվեց ավելի լուրջ գործեր այո նման մեծ գործեր էլ արվեց փոքրիկների հետ հետո արդեն 1-2 տարի հետո միացա ինձ հրավիրեցին Մեհեր Մկրտչյանի անվան թատերախումբ Թեքեան միությունից նրանց հետ գործունեությունը չասեմ ավարտելուց հետո դադարեցնելուց հետո անցանք այսինքն անընդմեջ աշխատել անընդմեջ այո դրա համար կանգառ չի եղել ընդհատումներ չեն եղել դրա համար Թոշակի չեք անցել կարճ ասած թատերական իմաստով ոչ թատրոնի իմաստով ոչ իսկ թոշակի անցնելը հոգեբանորեն կամ ինչ որ մի ձևով բացասական ազդեցություն բոլորովին նկարիչներից մեկը մեր տաղավարում ասաց որ շատ էլ հաճելի բան է որտեվ ես նույն տեմպով աշխատում եմ ինչ որ գումարում եմ հավելյալ հա փաստորեն ձեզ մոտ էլ այդպես այո ինչ տարբերություն պիտի անի որ եթե դու դեռ զբաղված ես այսինքն դրա մասին չես էլ մտածում չէ արել ես որ գա ասենք կողքից այդ գումարը փոքրիկ գումարը եւ գալիս է փառք Աստծո խրախուսում եք որ արագ թոշակի անցնեք գոնե ինչ որ մի բան կա որը ստաբիլ է եթե քանի որ ասենք թատրոնում բեմադրություններ անելը ոչ մշտական աշխատանք է, չէ, եւ դրա գումարն էլ մեծ նյութական ակնկալիքով չի որ անում եք։ Այո, դրանով ընտանիք չես պահի կամ վարձերը չես վճարի, չէ։ Բայց մի խոսքով թոշակը ստաբիլ գալիս է։ Լավ բան է։ Փաստորեն թոշակի անցնելու լավ կողմն եք ասում։ Թոշակ։ Չվախենանք թոշակի անցնելուց։ Բոլորովին։ Եվ մեկ էլ մի բան երկարակեցության աղբյուր անընդհատ աշխատելն է, թե հենց թատրոնում, որովհետև կա տեսակետ, որ թատրոնը կյանք է, հենց կյանքն է, թատրոնը կենսակերպ է, ի տարբերություն մյուս մասնագիտությունների։ Ես չգիտեմ երկարակեց եմ արդեն թե ոչ Դե եթե չեք վերցրել դեռ երկրորդ շնչառություն 70-ում ուրեմն Այո գիտեք ինչ պետք է մարդ պիտի հետևի իր առողջությանը նախ եւ առաջ որպեսզի կարողանա գործել ես ծխելնել եմ թողել խմելնել եմ թողել որպեսզի կարողանամ աշխատել եւ անել այս բեմադրությունները այս ծրագիրը իրականացնել Հենց դրա համար հավատացեք, հենց դրա համար։ Որ առողջությունը թույլ տա։ Որ առողջությունը թույլ տա, որ կարողանամ, այսինքն տակից դուրս գալ այս ծրագրի, այսինքն իրականացնել ծրագիրը։ Ծրագիրը գլուխ բերել։ Ամեն օր ամեն առավոտ մարզվում եմ ես։ Այնպես որ եւ լավ ես զգում ես, եւ առողջ ես, եւ առույգ ես, եւ տրամադրությունդ է բարձր, եւ աշխատունակ ես։ Ուրեմն ինչու չանել այդպես։ Իսկ թատրոնը որպես ոլորտ, որը նույնպես կարող է կենսակերպը, կյանքը երկարեցնել, հաշվի առնելով որ արվեստի բոլոր ճյուղերը, ես հյուրերի նաև, այսպես ասած, ինձ վիճակագրություն եմ արել, որ երաժիշտները, նկարիչները, ընդհանրապես արվեստի մարդիկ կարծես թե ստեղծագործ աշխատանքը կյանքը կարծես երկարեցնի, այսինքն բովանդակալից դարձնի ավելի, քան ասենք մեխանիկական։ Ընդհանրապես արվեստը ես կարծում եմ երիտասարդ տարիներին արդեն կարծում եմ որ արվեստագետները ավելի երկարակյաց են առաջին իմ օրինակը այդ առումով եղել է բանը Պիկասոյի փաստը որ ապրել է 91 տարի Այդ է եղել էլի շատ ինչ որ անշուշտ կա դա է եղել որ ուրեմն այսինքն երբ որ ինքդ քեզ մտածում ես այդ կյանքային հարցերի մասին նման եզրակացության եմ հանգել որ ուրեմն մտածող մարդը ստեղծագործ մարդը մտածող եւ ստեղծագործ մարդը
մտածող հենց ստեղծագործողի առումով, հա, որ պիտի երկար ապրի, կարող է երկար ապրել, որովհետև աշխատում է, ուղեղը աշխատում է, կարծում եմ սա, եւ կա նաեւ իհարկե ճակատագիր իմ կարծիքով, մարդը ծնվել է, այդ մարդը պիտի երկար ապրի, մի խոսքով։ Բոլորն էլ պիտի երկար ապրեն, եթե հետևեն խորհուրդներին, կյանքի իմաստ ունենա։ Այո։ Հրաշալի է, շնորհակալ եմ։ Թող շարունակական լինի ձեր ստեղծագործական այս ավյունը ասեմ եւ սպասենք նոր ներկայացումների հայրենիքում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին։ Գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։